Հանրային ռադիոյի եթերում վերնատուն մշակութային ծրագիրն է, ձեզ հետ Մերի Մուսինյանը։ Բարի օր։ Անցյալ շաբաթ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մթնոլորտը մեղմ ասած ջերմ էր։ Ֆրանկֆուրտի երաժշտության եւ կատարողական արվեստի բարձրագույն դպրոցի ուսանողուհի դաշնակահարուհի Դիանա Սահակյանը դաշնամուրային երաժշտության սիրահարներին տոն էր պարգևել։ Իսկապես հրաշալի մի երեկո, որտեղ երաժիշտը կարողացավ դահլիճում հավաքվածներին դասական երաժշտության ամբողջ հմայքը պարգևել։ Դիանա Սահակյանը երաժշտական կրթությունը ստացել է Երևանում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, ապա 2004-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, 2005-ին Փարիզում կայացած Flame մրցույթում դարձել է դափնեկիր, իսկ ահա 2009 թվականից սովորում է Ֆրանկֆուրտի երաժշտության եւ կատարողական արվեստի բարձրագույն դպրոցում։ Լսենք մի հատված Դիանա Սահակյանի կատարումներից։ Դիանան որպես կատարող ինքնատիպ ու տարբերվող տեսակ է։ Նրան ոչ միայն հաճույքով լսում ես, այլև դիտում։ Իմ զրույցը նրա հետ հենց կոնսերվատորիայի այգում տեղի ունեցավ։ Մենք զրուցում էինք երաժշտության մասին, իսկ Գարնան Զարթոնքն ազդարարող թռչունները իրենց երաժշտությամբ ձևավորում էին մեր զրույցը։ Ես նախ եւ առաջ խնդրում եմ Դիանային պատմել, թե ինչպես ու ինչու որոշեց ուսումը դրսում շարունակել։ Կոնսերվատորիայում սովորելու տարիներին արդեն շուտվանից էր պարզ, որ ես ուզում եմ դրսում շարունակեմ ուսումս։ Ցանկությունը քանի որ շատ մեծ էր գնալու ու արդեն կոնսերվատորիայում եմ զգացողությունը չկար, որ ես ինչ-որ բան սովորում եմ ավել ու երբ որ ոչ մրցակցություն ա լինում, ոչ ինչ-որ համերգներ, որ քեզ կոգեշնչեն, որ մոտիվացիա կարող է դառնա պարապելու համար կամ երաժշտություն ստեղծելու համար, ոչ մի բան չկար։ Դե համար ճարահատյալ արդեն Գերմանիան առաջ եկավ։ Քանի տարեկան էիր դու այդ ժամանակ։ 20 4-րդ կուրսում արդեն DVD-ներս ուղարկեցի Գերմանիա տարբեր քաղաքներ, տարբեր պրոֆեսորների ու բոլորի կողմից ինչ-որ sense լավ արձագանքներ եղան, բոլորը հրավիրում էին իրաց մոտ, բայց դե պետք է քննությունները հանձնեի ամեն դեպքում։ Ու գնացի Գերմանիա քննություններին մասնակցելու 4-րդ կուրսի կոնսերվատորիան, քննությունները հանձնեցի։ Ամեն դեպքում ընտրությունս կանգ առա Ֆրանկֆուրտի վրա, սկսեցի ուսումս Ֆրանկֆուրտում շատ հայտնի պրոֆեսորի մոտ։ Մի տարի հետո ես փոխեցի դասախոսից։ Այնուամենայնիվ ինձ հետաքրքիր է, թե արդյոք այստեղ ստացած կրթությունն այսօր մրցունակ է զարգացած կրթական միջավայրերում։ Ըստ ումա բոլոր մինուսները հաշվի առնելով կոնսերվատորիա, կարծում եմ մեր ուսանողներից համարյա թե բոլորն էլ, ովքեր որ որոշում են այնտեղ սովորել ու քննություններ հանձնել, ըստ ումա բոլորի մոտ էլ ստացվում է քննությունները հաղթահարել այնտեղ։ Մենք ունենք լավ բազա, մենք ունենք նաև շատ լավ պրոֆեսորներ, քիչ են, բայց կան, իրանք էլ այդքան ստում արդեն այդ երանդը չունեն դասավանդելու, բայց ամեն դեպքում լավ բազա ունենում ենք, որը հերիքում ամենայն դեպս քննությունները հաղթահարել այնտեղ։ Լավ, ինչ չունենք։ Մեզ պակասում է մոտիվացիա։ Չկա ինչ-որ բան, որի համար դու կարող ես պարապել։ Եթե Գերմանիայում ուսումը սկսելուն պես քեզ դասավորը ասում է մի շաբաթ հետո կամ մի ամիս հետո դու ունես այսպիսի համերգ, դու բնական է այդ համերգի համար սկսում ես պարապել։ Իսկ երաժշտությունը այնպիսի բան է ու երաժիշտը կոնկրետ դու ինչքան էլ որ ասես ես իմ համար կպարապեմ, իմ համար եմ անում ես ամեն ինչը, դու մեկա չես կարող անդադ պահել։ Պետք է ինչ-որ բան լինի, որի համար կպարապես։ Մենք կոնսերվատորիայում տարին մի անգամ նվագենք կամ չէ։ Ինչքան ու ես գիտեմ, եթե այդպես նայեմ կոնկրետ մեր տարին ընդունելության 2004-ին, մենք մոտ 60 հոգանոց կուրս ենք եղել, իսկ վերջին տարիներին լսել եմ, որ կոնսերվատորիա դաշնամուրային բաժին դիմում են 14-15 հոգի։ Դա ինձ թվում է մեծագույն անկում է։ Դաշնամուրային ֆակուլտետը կարծում եմ միշտ եղել է լիքը։
Դիանա Սահակյանը խիստ կարևոր է համարում այն, որ Հայաստանի պետական կոնսերվատորիայում ուսումը լինի անվճար։ Եթե Երևանի կոնսերվատորիայի վարձը ավելի շատ է, քան Գերմանիայում, բնական է, հիմա բոլորը ձգտելու են գնան Գերմանիայում սովորել։ Դիանայի երևանյան համերգից հետո շատերը քննարկում էին, թե ինչպես է այս փոքրամարմին աղջիկը կարողանում այսպես նվագել։ Դիանայի կատարումները էմոցիաների գարնանային անձրև են, որոնց տակ դու անդադար ուզում ես քայլել։ Բավականին ուշ տեղի ունեցավ, երբ որ հասկացա, որ իրոք պետք է երաժիշտ դառնայի ու այդ ճիշտ է եղել այդ ճանապարհը։ Մոտ մի քիչ ավելի բարդ էր, որտեղ ծնողներս երաժիշտ չեն եղել, մամաս մի քիչ, բայց պրոֆեսիոնալ երաժիշտ ամբողջ ընտանիքում չի եղել։ Ու ես կարծում եմ, երևի անցյալ տարվանից սկսած նոր համոզվել եմ, որ ես պետք է նվագեմ ու այդ իրոք իմն է։ Որովհետև անդադ ինչ որ պահեր էր լինում, որ ես ինձ այդ հարցը տալիս էի, ես գիտեմ հաստատ համոզված եմ, որ երաժշտություն սիրում եմ աշխարհում ամեն ինչից շատ, բայց այդ մենակ սիրում եմ, թե իրոք ուզում եմ այդ գործը անել։ Այդ շատ խանգարող հարց էր իմ համար։ Միգուցե ես կարող եմ այդ երաժշտությունը մենակ լսել, չնվագել, որտեվ լսելուց էլ ես բավականին շատ բան եմ ստանում։ Ու կյանքումս եղել է մոտ մի 3 անգամ, որ թողել եմ երաժշտությունը։ Մի անգամ ծնողների ինչ որ ճնշման տակ, մի անգամ ինքս իմ որոշմամբ եւ այն։ Բայց անդադ էլի վերադարձել եմ, բայց ինձ թվում էր, որ դա ուղղակի զուտ կախվածություն է երաժշտությունից։ Դա էլ կա իհարկե, կախվածություն իհարկե կա, երբ որ մարդ ամեն օր ժամերով պարապում է, բնական է դու կախված ես քո գործից։ Ինչն է կարևոր երաժշտի կյանքում, հարցնում եմ ես նրան։ Շատ մեծ կարևորություն ունի մենակության կետը յուրաքանչյուր երաժշտի կյանքում։ Երբ որ եկա այն կետին հասա, որ հասկացա, որ ես պետք է նվագեմ ու ես իրոք ինչ-որ ասելու բան ունեմ ու միգուցե ինչ-որ բաներ էլ կա, որ ուզում եմ փոխեմ ժամանակակից կատարողական արվեստի մեջ, շատ բաներ կա, որ կուզեի փոխել։ Ես հիմնականում այս համերգի ժամանակ ինչքան էլ որ ինքը սպոնտան էր կազմակերպված, ու այս ամեն ինչը շատ հաճելի էր ու մթնոլորտ, բայց ես ունեի ասելիք կոնկրետ հենց ազատության բով։ Ես չէի ձգտում ինչ-որ զարմացնել բոլորին Գերմանիայում ձեռք բերած ինչ-որ տեխնիկական հնարքներով եւ այլն։ Ես զուտ ուզում էի երաժշտություն ստեղծել այդ պահին, ու երևի հենց դա էլ տվել է ազատության զգացողությունը մարդկանց ու ինչ-որ ես շատ մեծ արձագանքներ եմ իմաստանում, որ իրոք ոգեշնչել եմ ինչ-որ մարդկանց, չէի սպասում տենց նման մեծ արձագանքների։ Ես կիսվում եմ իմ տպավորություններով ու ասում Դիանային, որ ինձ շատ հաճելի էր նաև իրեն դիտելը։ Իսկապես, Դիանա Սահակյանի կատարումներն ասես մոնո ներկայացումներ լինեն։ Շատերը ասում են, որ գալիս են քեզ ոչ միայն լսելու, այլև նայելու, այդ ինձ համար մեծ բան էր։ Այն ժամանակ էլ լիստը երբ որ նվագում էր իր համերգները, մարդիկ չէին գալիս մենակ լսելու։ Թե բեմում ինչա կատարվում, բեմում չգիտեմ։ Բոլոր համերգներին չի որ ստացվում է այդքան շատ մտնել երաժշտության մեջ։ Այդտեղ մեծ դեր ունի նաև ունկնդիրը, համերգներից հետո մարդիկ մոտենում են ասում։ Այդ պահին որ այդ շարժումը արեցիր ձեռքով, ես չեմ հիշում, որ ես ինչ որ նման շարժում եմ արել ձեռքով կամ ինչ որ չգիտեմ գլուխ մազեր կամ ինչ որ մի բան։ Դա երաժշտության հետ է ստացվում։ Գիտեմ որ դիտմամբ չեմ անում կամ հատուկ չեմ անում այդ ամեն ինչը։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե արդյոք իսկապես ճիշտ է այն կարծիքը, որ հայրենիքի լսարանը միշտ ուրիշ է։ Միանշանակ այդպիսի բան գոյություն ունի, ես չեմ կարծում, որ Գերմանիայում կկարողանայի նման ազատ համերգ ունենալ, ոնց որ եղավ Երևանում։ Իհարկե շատ բան է գալիս անիզատեսից։ Պոզիտիվ էներգիան դու միշտ զգում ես, թե չգիտեմ, Գերմանիայում էլ է հիմնականում շատ լավ, միշտ իրանք շատ պոզիտիվ են տրամադրված քեզ։ Ոչ ոք աշխարհում չի ուզում որ դու վատ նվագես։ Այդ մենք միշտ այնպես մտածում ենք, որ դա լիճում այնպես մարդիկ կան, որոնցից մենք վախենում ենք եւ այլն, բայց բոլոր մարդիկ է գալիս են երաժշտություն լսելու, որովհետեւ այդ պետք է, որովհետեւ կյանքում
ամենագեղեցիկ բանն որ գոյություն ունի, բայց Հայաստանում տարբերություն օրինակ հանդիսատեսի մեջ մեր մոտ շատ են երիտասարդները, ովքեր գնում են համերգ, այդ դասական երաժշտություն, դա բոլոր երաժիշտներն էլ, որոնք գալիս են Հայաստան, ինձ թվում է առաջի բանը, որ իրանք նշում են, դա այնն է, որ երիտասարդները հաճախում են դասական երաժշտության համերգների։ Ինչը չկա Գերմանիայում, շատ տարօրինակ է, որտեղ եթե մարդը մտածում է, թե Գերմանիան, որ այդ կարելի ասել են տեղածնվել երաժշտությունը, ու դա պետք է իրանց արյան մեջ լինի, դա արդեն այնքան իրանցն է, որ բայց մարդիկ կան, օրինակ չգիտեմ, Բախին էլ չգիտեն։ Ով է Դիանայի սիրած կոմպոզիտորը։ Գտնում եմ, որ սիրած կոմպոզիտոր ունենալը անհամեստություն է։ Ամեն կոմպոզիտորից ունեմ գործ, որ համարում եմ մեծ արժեք երաժշտության մեջ։ Չունեմ սինենց կոմպոզիտոր, որ ինձ շատ մոտ է։ Դիանայի համերգի արձագանքները շատ մեծ էին եւ ունկնդիրը պահանջում էր նորից վերադառնալ։ Չեմ կարծում, որ շուտ կվերադառնամ, որովհետեւ բնականաբար նոր ծրագրով կվերադառնամ, իսկ նոր ծրագիրը ժամանակ է պահանջում։ Առաջիկայում ունեմ համերգներ Գերմանիայում, մի կարևոր համերգ Ֆրանկֆուրտի օպերայում, այսի վերջում, դա էլ շատ անակնկալ էր իմ համար ստանալ նման դահլիճում։ Դու միայնակ պիտի նվագես։ Հա, կոնսերվատորիայից ընտրելու էին մեկին, որ կներկայացներ կոմպոզիտորի ստեղծարարությունները, ու հենց այդ օպերայի դիմաց ես նկարվում էի անցած տարի ու մտածում էի կգա այդ օրը որ կլինի, ու պատահաբար իհարկե։ Ամեն ինչ գալիս է այն պահին, երբ որ դու պատրաստ ես։ Ես չեմ կարծում, որ անցյալ տարի օպերայի դիմաց կանգնած նկարվելուց ես պատրաստ էի այնտեղ նվագելու։ Երիտասարդ դաշնակահարուհին, ով բազմաթիվ մրցույթների է մասնակցել եւ ով ինչպես քիչ առաջ լսեցինք մայիսին, միայնակ կնվագի Ֆրանկֆուրտի աշխարհահռչակ օպերայի դահլիճում, շատ է ուզում, որ երիտասարդ ստեղծագործողները երբեք չհուսահատվեն ու շատ աշխատեն։ Բոլոր մարդիկ չի որ հասկանում, որ այդտեղ պետք է շատ մեծ համբերատարություն ու աշխատասիրություն։ Օրինակ թեկուզ կոմպոզիտորների, եթե նայենք, մարդկանց մոտ այնպես է կարծիքա, որ երաժշտությունը դա վերևից տրված բան էր կոմպոզիտորներին, իրանց մնում էր մենակ նոտագրել այդ ամեն ինչը, բայց մարդիկ չեն մտածում, որ ինչքան դժվար էր Բեթհովենին գրել այդ երաժշտությունը, ինչքան դժվար էր Մոցարտին գրել, Մոցարտը չէր գրի 4 տարեկանում իր առաջին կոնցերտը, եթե չունենար նման դեսպոտ հայր, կամ Բեթհովենի համար ինչքան տանջանք էր լսելով գրել երաժշտություն։ Այդ ամբողջ ծրագրերը, որ նայում են Բեթհովենի, ինչքան է տանջվել է, թեկուզ մի տակտի վրա։ Իհարկե տաղանդը եւ այլն, բայց աշխատասիրությունը Բեթհովենի կամ իրանց հավատարմությունը բարձր արվեստին ու թեկուզ Մոցարտի, եթե նայենք, ինքն էլ կարող էր այն ժամանակ այն ինչ որ գրում էր, չէր ընդունվում հիմնականում։ Ինքն էլ կարող էր մի հատ այնպեսի ինչ-որ կոմիկ օպերա գրեր, որ բոլորի կողմից կընդունվեր, ինչ-որ ուրախ երաժշտություն կդիտվեր եւ այլն, ու շատ լավ կլիներ իր համար, շատ ավելի փող կստանար, բայց ինքը չարեց այդ բանը երբեք, չէր կարող նստել մի բան տենց, իհարկե կարող էր, բայց երբեք չարեց այդ բանը։ Ես հիմա կուզեի նույնը լիներ կատարողական արվեստում, որ մենք համերգների ժամանակ չտրվեինք այդքան շոուի գայթակղությանը ու մնայինք հավատարիմ երաժշտությանը։ Երաժշտություն պետք է սիրել։ Երբ որ երաժշտությունը սիրում ես, ու իրոք գիտես, որ դու սիրում ես։ Ես հասկանում եմ, մաման, պապան որոշել են, որ դու պետք է դառնաս երաժիշտ եւ այլն, ու դու գիտես, այդ քո գործն է, դու դա պետք է անես։ Բայց կուզեի, որ յուրաքանչյուր երաժիշտ իր կյանքում մի անգամ գոնե մտահոգվեր այդ հարցով։ Ես իրոք սիրում եմ երաժշտությունը։ Հետգրություն Դիանա Սահակյան։ Կարծում եմ երաժիշտների համար հիմնականում են լինում, որ իրանք դառնան մեծ երաժիշտ եւ այլն, բայց ինձ թվում է այդ ամեն ինչը կապված է շատ մարդ լինելու հետ։ Առաջին պետք է մարդ լինել, այդ ամեն ինչը իրար հետ կլինի։ Ինձ թվում է մարդ լինել այնքան հեշտ է իրականում, այնքան հեշտ, որ մենք շատ չենք պատկերացնում, որ իրականում այդքան հեշտ է լինել մարդ, շատ դժվար ենք պատկերացնում։ Ես չգիտեմ ավելի հեշտ է լինել վատ մարդ թե լավ մարդ,
բայց այդ դժվար process չի։ Պետք է ընդհանրապես քեզ հասկանաս։ Նրանք ովքեր ինչ որտեղ զգում են իրանց կոտրված կամ չգնահատված, ուզում ասեմ, որ պետք չի երբեք կոտրվել, եթե ինչ որ անուշադրություն են զգում ընդհանրապես արվեստի նկատմամբ։ Պետք է յուրաքանչյուրը իր մեջ այդ պատասխանատվության զգացումը ունենա երաժշտության առջև ու ընդհանրապես արվեստի ու այդ մեծ սերը իրենց կբերի ճիշտ ճանապարհը դեպի։ Պետք չի երբեք հուսահատվել։ թվականին Երևանում։ 2007-ից 2011 թվականներին սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետում։ Իսաբեկյանի անվան լավագույն դիպլոմի առաջին մրցանակակիր է։ 2011 թվականից նա սովորում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրատուրայում։ Գայը մի շարք ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Թբիլիսիում, ինչպես նաև Գերմանիայում։ Զրույցի սկզբում նա ինձ պատմում է, թե ինչպես է որոշել ներկայանալ անհատական ցուցահանդեսով։ Ժամանակին ասում էր Արշել Գորկին, երբ նկարը արդեն պայթում արտահայտվելու ցանկությունից, հենց այդ ժամանակ կարելի է անել հանրության համար։ Իհարկե ես չեմ կարող այդպես պոետիկ սիմաոնից ինչ-որ մի բան ասեմ, ոնց որ նա ասել, բայց ես կարծում եմ, որ քիչ թե շատ այն գործերը, որոնք կախված են, քիչ թե շատ կայուն են արդեն ավարտված գործ համարվելու համար։ Ես տեսել եմ, որ դու նկարում ես կանանց, կարելի ասել տրամադրություն, հոգեվիճակ եւ եթերային կանանց կողքին հանկարծ սև ագրավներ, ճչացող մի տեսակ ագրավներ ու մարդիկ։ Ինչու ես դրանք հակադրել իրար։ Գիտեք, ագրավը ուղղակի կարծրատիպ է, որը մարմնավորում է հեղափոխական եւ նոր գաղափարներ։ Ես միշտ փորձել եմ գտնել կնոջ իդեալական կերպար։ Միշտ ինձ փորձում եմ կատարելագործեմ այդ փնտրտուքների մեջ։ Իմ համար ամենայն դեպս իսկապես կինը առեղծված է իմ համար միշտ եղել։ Դու ասում ես ագրավները հեղափոխական գաղափարներ, կարծրատիպ են ներկայացնում։ Դու քո արվեստով, դու քո նկարչությամբ ուզում ես ինչ-որ բան փոխել։ Ցանկացած մարդ ուզում է ինչ-որ մի բան փոխել իր կյանքում։ Ինչ-որ նորություն, ինչ-որ մի թարմություն հաղորդել մյուսին։ Ես էլ իհարկե բոլորի պես ուզում եմ, որ շատ բաներ փոխվեն։ Ամենայն դեպս ուզում եմ սկսել իմ քաղաքից։ Ինչ ես ուզում փոխվի քո քաղաքում։ Նկարչի աչքով որ նայում ես, ինչն է տգեղ, ինչն է ոչ ներդաշնակ։ Ես ուզում եմ փոխել մարդկանց, որովհետև մեծամասնությունը մարդկանց ուղղակի անտարբեր են։ Անտարբեր են այն ամեն ինչի, ինչ կատարվում է այս քաղաքում։ Արվեստին թեկուզ։ Կարելի ասել, որ Երևանը արվեստների քաղաք է։ Երևանը արվեստի քաղաքը չի կարող հանդիսանալ, չնայած շատ տաղանդավոր երիտասարդներ կան։ Շատ դժվար է նկարիչի համար։ Որովհետև միջավայր չկա, հա։ Գիտեք ինչ, կայանալն է դժվար, նկարելը շատ հեշտ է, շատ մարդկանց մոտ կարող է դա ստացվել։ Եթե սիրում են, կարող են, ամեն ինչ հնարավոր է։ Կայանալու համար պետք են մարդիկ, ովքեր հետաքրքրվում են արվեստով։ Ես հիմա իմ քաղաքում կարող եմ հաշվել մատների վրա, թե քանի հատ գալերիա է գործում։ Մի քանի ամիս առաջ Փարիզում մի ամբողջ փողոց լեցուն էր ուղղակի գալերիաներով։ Այդ ինչով էս պայմանավորվում, որտեղ այնտեղ մարդիկ են ուզում որ դա լինի, թե երկիրն է հարուստ։ Մարդիկ են ուզում որ լինի։ Եթե լիներ կարիք ընդհանրապես մարդկանց մոտ արվեստ ծառավ լինեին, անպայման կլիներ։ Ես չգիտեմ մարդիկ ինչով են միայն ոգեշնչվում, երևի մեր հայկական եթերներից, որ միշտ նույն երգը, միշտ նույն հաղորդումները, միշտ նույն մարդիկ, ընդհանրապես արվեստի մշակույթի մասին հաղորդում Գայ Ղազանչյանը վրձինը ժառանգել է գեներով, նրա պապը, տատը, ծնողները հայ ժամանակակից կերպարվեստի առանցքային ու հետաքրքիր անուններից են։ Վան Սողոմոնյան, Նոնա Գաբրիելյան, Լիլիթ Սողոմոնյան, Գագիկ Ղազանչյան։ Ես շատ մեծ պատասխանատվություն եմ զգում իրանց հանդեպ։
Ենք շատ մեծ նպատակներ են կապում եւ դա էլ օգնում է ինձ իմ գործում։ Չգիտեմ, ես նկարիչ կլինեի թե չէ լինի, եթե իմ ծնողները ընդհանրապես արվեստի հետ կապ չունենային։ Ուղղակի շատ են քննադատությունները նրանց կողմից, եթե ես այդպիսի համար չլինեի, կարող է շատ շուտ թևաթափ լինեի, բայց դա էլ ինձ օգնեց, որ կատարել է գործը։ Այսքանը սիրելի ունկնդիրներ, ձեզ հետ Մերի Մուսինյանն էր, կհանդիպենք հաջորդ 3